Սարգել լրագրողներ քննարկումների եւ քվեարկության, փակագաղթի քվեարկության արդյունքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը որոշեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության խորհրդանական խմբակցությանը առաջարկել ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահների հետևյալ թեկնածությունները աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով Նազելի Բաղդասարյան, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով Լուսինե Բադալյան, արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով Սարգիս Խանդանյան, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողով Սիսակ Գաբրիելյան, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով Սոնա Ղազարյան, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով Զարուհի Բաթոյան, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով Վիլեն Գաբրիելյան, պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողով Արուսյակ Ջուլհակյան, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով Տրդատ Սարգսյան, տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով Վահե Ղալումյան, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով Բաբ Կենթունյան, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով Ծովինար Վարդանյան։ Պարոն Փաշինյան, քանի որ դուք եք առաջինը իշխանությունն ընտրելու հանձնաժողովները սկզբում Էդ ներողություն, հազար ներողություն, էդ էլ ասեմ, որ այս ընտրությունը չի նշանակում, որ նշված բոլոր անձինք կընտրվեն հանձնաժողովի նախագահ, որովհետեւ գիտեք, որ որոշակի սկզբունքով դա կախված է նաև նրանից, թե ընդդիմության ներկայացուցիչները որ հանձնաժողովները կընտրեն։ Բայց առաջինը դուք եք, որ երկու հանձնաժողովն եք որոշել վերցնել։ Դե գիտեք, դա լրացուցիչ քննարկման կարիք ունի, չնայած մենք քննարկել ենք, բայց այդ խորհրդանական մեր գործընկերները կասեն, որովհետև դեռ ժամանակ կա ինչ որ քննարկումներ կլինեն, այսինքն մենք քննարկում ունեցել ենք, որոշել ենք, բայց քանի որ դեռ ժամանակ կա, հնարավոր է ինչ որ ճշգրտումներ լինեն, դրա համար ես հիմա չասեմ։ Պարոն Բաղդասարյան, Սասուն Միքայելյանին ինչու վստահության ձայն չտվեց ԿՊ։ Տվեց վստահության ձայն, որովհետև երկրորդ փուլով է տեղի ունեցել, եւ երկրորդ փուլ են անցել Արմեն Խաչատրյանը եւ Վիլեն Գաբրիելյանը, բայց Սասուն Միքայելյանն էլ բավականին շատ ձայն է։ Երկու հարց կարող եմ տալ այո առաջին։ Ընդ որում ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ եթե ճիշտ է մեր հաշվարկը 6 կին 6 տղամարդ է ընտրվել, ավելի շատ չէ, եթե հաշվի առնենք նաև, որ խմբակցության ղեկավարն էլ կին ընտրվել, այս դեպքում ստացվում է, որ ոչ թե գերակշռում են, այլ նորմալ բալանս կա։ Նորմալ այդպես է ստացվել։ Չէ, ոչ մի միտում չկա, եղել է փակ գաղտնի քվեարկություն եւ այդպիսի որոշումներ։ Միաձայն են, պարոն Փաշինյան, ոչ մի տեխնացու միաձայն չի։ Ոչ մի տեխնացու, դե արդյունքները որոշ դեպքերում եղել են երկրորդ փուլ, ընդ որում, հեսա ասեմ, 4-5 դեպք ունենք, երբ որ ձայները բաշխվել են 9-10, այսինքն մի ձայնով է, մի ձայնի առավելությամբ է։ Պարոն վարչապետ, դուք հեռախոսազրույց ունեցաք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, հաղորդագրությունները տարածվեցին։ Հեռախոսազրույցը հայկական կողմի նախաձեռնությամբ է, ձեր նախաձեռնությամբ ինչ իրավիճակ էր, որ դուք որոշեցիք ամեն դեպքում որտորել այդ կամ առաջարկել հանել այդ սանկցիաները կամ դուք ինչպես ձևակերպում եք այդ սահմանափակումները եւ կարող ենք ասել, որ ըստ էության չստացվեց ձեր երկխոսությունը Ռուսաստանի նախագահի հետ, որովհետեւ համաձայնության մասին այնտեղ խոսք չեղավ եւ ի վերջո ինչու պարոն վարչապետ չի ստացվում լուծել հարցը, դուք վստահ եք, որ ընտրություններից հետո ձեզ կհաջողվի լուծել այդ խնդիրները։ Նախ երկխոսությունը ստացվեց, որովհետեւ երկար խոսեցինք։ Ինչ վերաբերում է նախ երկխոսությունը առնվազն մի քանի հարցերի շուրջ մենք եկանք ընդհանուր ըմբռնման, որ Հայաստանի Հանրապետությունը ամենակարևոր հարցը ունի լեգիտիմ իրավունք ինքը իր համար այլ ընտրանքներ ձևակերպելու, ձևավորելու եւ Ռուսաստանի նախագահին ասի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ որ ժողովուրդն Հայաստանի Հանրապետության քվեարկել է դրա օգտի,
Եվ մենք ես ինչպես նախընտրական շրջանում ասել եմ, չեմ պատկերացնում, որ մենք մեր քաղաքականությունների արդյունքում հայտնվենք մի իրադրության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունը այլընտրանքներ չունի։ Հայաստանի Հանրապետությունը միշտ եւ բոլոր հարցերում պետք է ունենա այլընտրանքներ եւ այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է։ Ինչ վերաբերում է խնդրին, ես տեսեք, մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ այդ խնդրը Հայաստանինն է, բայց այդ խնդրը Հայաստանինը չի, դա ԵԱՏՄ խնդրն է, որովհետեւ փաստացի ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կապվածահար է եւ չի աշխատում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Բայց հնարավոր է Հայաստանի հետ կառավարությունը այդ դեպքում որոշի ավելի շուտ ԵԱՏՄ-ից դուրս գալ։ Չէ, մենք նման պլան չունենք։ Պարոն վարչապետ, Հայաստանի հետ առաջացել խնդիրը, եթե դուք ասում եք, որ ընդհանրապես է դա ԵԱՏՄ-ի խնդիր, ինչու միայն Հայաստանի հետ է։ ԵԱՏՄ-ի, ես չեմ ասում, Հայաստանի հետ առաջացել է ձեզ հայտնի հանգամանքների պատճառով, որովհետև Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է այլընտրանքներ ունենալու քաղաքականություն, ընդ որում այդ քաղաքականության լեգիտիմությունը, այդ թվում Ռուսաստանի Դաշնության գործընկերները ընդունում են, ինչը շատ կարևոր է։ Այստեղ խնդիրը հետևյալն է, թե այդ այլընտրանքը երբ պետք է իրացվի։ Նաև պաշտոնական հաղորդագրության մեջ էլ է ասվել, դուք գիտեք, որ մայիսի 29-ին ԵԱՏՄ անդամ երկրների 4 երկրների ղեկավարներ ընդունել են հայտարարություն, որտեղ կամ պաշտպանել են Եվրամիության անդամագրվելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու իրադրությունը, ինչը վատ չէ։ Այսինքն այդ օրակարգի լեգիտիմությունը ընդունել են, բայց ես ուզում եմ հստակ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահին եմ ասել, որ հանրաքվեն չի կարող տեղի ունենալ առանց դրա առարկայի ներկայության։ Հետևաբար այդ հանրաքվեն անցկացնելուց առաջ մենք առնվազն պետք է դիմաց լինենք Եվրամիությանը անդամագրվելու հարցով եւ այդ օրակարգը պետքա այլընտրանքը պետքա ընկալվել դա իրենց կողմից։ Ես եկեք իմ դիրքորոշումների մասին ասեմ, որովհետեւ վստահ չեմ, որ այս հատվածում, բայց առնվազն այս process-ը կարծում եմ լեգիտիմ է եւ այդ process-ը Պարոն վարչապետ, ձեր թիմակիցները, գուսակցականները Աբովյանի հայտնվեցին աղմկահարույց պատմության մեջ, նրանցից մեկն էլ ազգային ժողովի փոխնախագահի տեխնացուի եղբայրն է, նրանց հետ կապված ամիսներ առաջ մամուլը տարբեր հրապարակումներ կար մամուլում, երբ ձեզ հարց ուղղվեց այդ մասին, դուք այդ process-ը առանց իրավապահների ուսումնասիրության որակեցիք մակուլատուրա, որը կարող է լրագրողները հանձնել իրավապահներին։ Հիմա ձեզ պատասխանատու չեք զգում, որ կանաչ լույս ըստ էության վառեցիք իրավապահների համար, ազդակ ուղարկելով, որ այդ անձիկ անձեռնխելի են եւ տեղի ունեցածի համար նաեւ գուցե ձեր պատասխանատվությունը կա, որ իրենք դա ձեր մեկնաբանությունն է եւ ցանկացած դեպք եւ նախկինում նշված եւ չնշված եւ հայտնի եւ որ կարող է հայտնի լինել, պետք է իրավական արձագանք ստանա։ Երբեք որևէ մեկը չի ասել, որ իրավական արձագանք պետք է չլինի, եւ ես չեմ հիշում, որ որևէ մեկը ձեր ասած դեպքով նշած լինի, որ ինչ-որ մեկին պետք է ծեծի ենթարկի։ Չէ, նկատում եմ, որ իրենց հետ կապված մամուլու մահազանգեր կար հնարավոր կոռուպցիոն դրվագների վերաբերյալ, դուք առանց ուսումնասիրության ասացիք դա մակուլատուրա է։ Հիմա ըստ էության ստացվում է մեկը մյուսին մեղադրում է փողեր վերցնելու, չվճարելու, տարբեր այսպիսի պատմություններ են, որը ավելի խորքային են, մեկ տարուց էլ ավելի շատ։ Ինչ կապ ունի դա կոռուպցիայի։ Դա հենց այդ կոռուպցիոն պատմությունների հնարավոր։ Ինչ կապ ունի դա կոռուպցիայի հետ, այսինքն երկու մասնավոր անձ իրար հետ ինչ որ հարց ունեն։ Այսօր հազարավոր մասնավոր անձիկ իրար հետ հարց ունեն։ Մասնավոր անձը իրավաբանական անձի հետ, դրա պատասխանը իրավական process-ն է, պետք է իրավական։ Հրանցաշնյան, դες համար տարօրինակ չէ բարեկյուղեկցությամբ քաղաքանի հայոյանքը։ Ավետ Կոնջորյան, Նայիրի Հակոբյան։ Բայց մեկը գործեցի համար է մյուսին մեղադրում, մյուսը հայոյանքի։ Գիտեք ինչ, Հայաստանի բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս, բայց որևէ մեկին էլ չի նսեմացնում։ Չէ, նկատեմ։ Այսինքն չի շանակում կուսակցության ներսում քննարկում չկա, եւ իրավական process-ների ավարտից հետո, եթե կլինի, այդպիսի դեպքեր եղել են միջալոց, երբ որ
իրավական գործընթացը գնացել, իրավական գնահատականը այն չէ եւ մարդիկ են հեռացվել կուսակցությունից, դրանից հետո կամ դրանից առաջ դատապարտվել են, այնպես որ դա եթե նման Բարեկամության տեխնատության հարցը չի վերանայվի։ ինչի պետք է Դե ընտանիքի անդամների հետ կապված մարդը յուրաքանչյուրը պատասխանատու է իր արարքի համար եւ եթե այս պայդրությամբ չկա որևէ ինֆորմացիա որ Հայկ Բայց բարեք յուղեկցության պարոն Փաշինյան նորմալ է քպականի հայոյանքը այդ փաստը որ դուք տեսաք տեսանյութ ինչ ես տեսանյութը գիտեք ինչ ես չգիտեմ ես չեմ տեսել բայց դրա համար մեկ կուսակցությունը ունի ինստիտուտներ վերահսկող հանձնաժողով եթե դեպք լինի վերահսկող հանձնաժողովը կքննարկի եւ կներկայացնի վարչության Փաշինյան Ռուսաստանի Դաշնության նախագահի եթերախոսադրույցից հետո երկկողմ հաղորդագրություններում չնշվեց շնորհավորանքի մասին որևէ բան շնորհավորել է ձեզ Ռուսաստանի Դաշնության նախագահ ընտրություններում Ինչ է կարծում ինչու չի շնորհավորել Կարևորված է դա չի շնորհավորել Ձեզ համար կարևոր է պարոն Փաշինյան կարևոր է ձեզ համար ինչ շնորհավորանք Գիտեք ինչ եթե այդտեղ հարցկային ում հետ էր խոսում Ձեզ այդ զրույցում ասում եք դե շնորհավորել եք թե չէ Չի շնորհավորել, բայց ինքը ում հետ էր խոսում։ հանդիպում հնարավոր կարող լինել պայմանավորված Փաշինյան կաթողիկոսին հրավեր ուղարկեք ազգային ժողովի անջանիքին Համենայն դեպս մենք քննարկումներ, շփումներ անպայման կունենանք։ Ասել եք հուլիսի 5-ին գնալու եք Ռուսաստանի Դաշնության Գնացի։ մեջ է եւ Գնացել եմ։ Հələ նույնիսկ ոչ թե երկրորդ, այլ առաջին կես։ Չէ Պուտինի հետ հանդիպում Այս պայն մենք խոսել ենք, որ կհանդիպենք առաջիկայում, բայց դեռ կոնկրետացված չէ։ Դե ես չեմ կարող Ռուսաստանի բոլոր քաղաքները Նախագահի հետ հանդիպումը եւ արդյոք այս հեռախոսազրույցի ժամանակ ռուսական կողմը ձեզ վերջնաժամկետ տվել է հանրաքվեի անցկացման վերաբերյալ եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության ղեկավարությունը հայտարարություն է տարածել նշելով որ եվրոպական երկրների ղեկավարները տեղեկացրել են ԵՄ ղեկավարությանը որ պատրաստ չեն եվրոպական երկրների շուկաները բացել հայկական ապրանքների առջև սա ինչպես է մեկնաբանում Նախ վերջնաժամկետների հետ կապված խոսույթը ընդհանրապես անընդունելի է։ Մեր ինքնիշխան իրավունքների հետ կապված մենք ինքներս ենք որոշումներ կայացնում եւ այդ առումով ես արդեն ասացի մենք պետք է որոշենք երբ մենք հանրաքվե անենք երբ չանենք եւ ես ասացի ինչ պայմաններում այդ հանրաքվեն կարող է տեղի ունենալ հետեւաբար այդ մասով խոսակցությունը տեղին չէ ինչ վերաբերվում է Եվրամիության հետ մեր հարաբերություններում այդտեղ մեր ինֆորմացիայի աղբյուրը եվրոպական երկրների հետ մեր շփումներն են եւ ոչ թե երրորդ երկրների հետախուզական ծառայությունը Ժորժ ջան, եկեք ով հարց չի տվել դուք տվել եք համեցեք Գիտեք իմ մասնակցությամբ ում նկատի ունեք կաթողիկոս ասելով Ես այդպիսի կաթողիկոս չեմ ճանաչում Ոչ տեղյակ չեմ Աշխատակ, այո Լիլիթ Մակունցը, որ Պարոն Փաշինյանից գերատեսչությունների ղեկավարները վերանշանակվելու են, օրինակ Արփինե Սարգսյանը, Սուրեն Պապիկյանը, մասնավորապես վերջին շրջանում դուք իր աշխատանքից գոհ եք, ոչ մարտական պայմաններում 8-րդ զոհներ։ Ես կարծում եմ, այո, վերանշանակվելու են եւ կարծում եմ, որ այդ թվում զորահանդես Հայաստանի Հանրապետությունում մայիսի 28-ին տեղի է ունեցել։ Բայց բանակում խաղաղ պայմաններում Ցավոք սրտի, գիտեք, Ես դրա լուծումը տեսնում եմ մեր հանրության սոցիալ-հոգեբանության փոփոխության մեջ, որովհետև ես էլի առիթ ունեցել եմ ասելու, բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70%-ը ստեղծվում է ծագումնաբանությունը բանակի հետ չի։ Այսինքն կազմում մեղավորություն չունի։ Սպայական ոչ մարտական պայմաններում Սպայական կազմը իր մեղավորությունը ունի, բայց էլի եմ ասում, ամեն առանձին դեպք պետք է առանձին դիտվի, բայց ընդհանուր առմամբ երևույթի վերաբերյալ իմ դիրքորոշումը առաջին անգամ չէ, որ ասում եմ։ Եվ դա իհարկե խնդրեմ է, որը պետք է լուծենք, բայց ցավոք սրտի այդ նախարարներ են փոխվում, նույնիսկ իշխանություններ են փոխվում, բայց այդ խնդրեմը
շարունակում է ներկա մնալ։ Չէ, այդ նշանակում է, որ խնդիրները շատ ավելի խորն են, քան մենք ընդհանրապես սովորենք այդ խնդիրների հետ առնչվող։ Պարոն վարչապետ, Ռուսաստանի նախագահի Բաղնել են ես ունենալու դուք ել ընդդեմ եք գտնել։ Հիմնադիրները մեծ խոսում են համապետից կառավարություն ստեղծել վարչապետներին եւ այլն, հետո եկան եւ մանդատները վերցրեցին։ Ինչպեսի աշխատանքները պատերազմում են։ Դե գիտեք, եկեք շատ չի մնացել էլի։ Գնանք աշխատենք Երևան, կանխատեսություն։ Պարոն Փաշինյան, Շատ լավ բառ կհանդիպի։ Միկրոկամերայով, գնալուց հետո կարան բայց գնալուց հետո